Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցեր։ Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման միջոցով տրանսպորտային կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցությունների մանրամասները։ Ըստ աղբյուրի, երկրները համաձայնել են բանակցությունների շրջանակի շուրջ ուղղված երկու պետությունների միջև տևական խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչմանը եւ նրանց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության ապահովմանը։ Զգալի առաջընթաց է գրանցվել քաղաքական ուղղությամբ, քննարկումները կվերսկսվեն հունիսի 2-ին եւ 3-ին։ Անվտանգության ուղղությամբ բանակցությունը կմեկնարկի մայիսի 29-ին Պենտագոնում երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։ Պետքարտուղարությունը հայտնել է, որ կողմերը համաձայնել են 45 օրով երկարաձգել ապրիլի 16-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որպեսզի հնարավորություն ստեղծվի անվտանգության ուղղությամբ աշխատանքի միջոցով զգալիորեն բարելավել կապն ու համակարգումը Իսրայելի եւ Լիբանանի միջև Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթի անունից հրապարակված հայտարարության մեջ անվտանգության եւ խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիք է համարվել Հեզբոլլահ շարժումը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները եւ պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը որպես Հորմուզի անվտանգության պաշտպան, նշել է Իրանի արտգործնախարարը։ Արաղչին նաեւ ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է եւ այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։ Իրանական նավահանգիստների շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն այլ ուղղություն են հաղորդել Իրանին առնչվող 75 առևտրային նավի, որոնք ուղևորվում էին Իսլամական Հանրապետություն կամ մեկնում էին այնտեղից։ Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Ըստ աղբյուրի, շրջափակման ռեժիմի ապահովման նպատակով նաև շարքից հանվել է 4 նավ։ Իրանի ծովային շրջափակումը ներկայումս ապահովում է ամերիկյան ավելի քան 20 ռազմական նավ, որոնք հերթապահում են Արաբական ծովում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ից 20-ը կմեկնի Չինաստան։ Կրեմլից հայտնել են, որ նախագահը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները, համապարփակ գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը։ Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն եւ երկկողմ փաստաթղթեր։ Պետությունների ղեկավարները կմասնակցեն Ռուսաստանի եւ Չինաստանի կրթության տարիների բացման արարողությանը։ Ավելի վաղ Չինաստան էր այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ չի շտապում Թայվանին 12 միլիարդ դոլարի զենքի մատակարարման հարցում։ Ես դա դեռ պահում եմ պահուստում եւ ամեն ինչ կախված է Չինաստանից։ Անկեղծ ասած, դա շատ լավ հաղթաթուղթ է մեր կողմից բանակցությունների համար, ասել է Թրամփը։ Fox News-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ չի ցանկանում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից եւ Թայվանի շուրջ պատերազմ սկսվի։ Ես դա չեմ ուզում։ Չինաստանը շատ հզոր, մեծ երկիր է, իսկ այն շատ փոքր կղզի է։ Մտածեք դրա մասին։ Այն Չինաստանից 59 մղոն է հեռու։ Մենք գտնվում ենք նրանցից 9500 մղոն հեռու։ Դա բավականին բարդ խնդիր է, ասել է Թրամփը։ Նրա խոսքով Թայվանը զարգացավ, քանի որ ԱՄՆ նախագահները գաղափար չունեին, թե ինչ են անում, եւ Թայվանը ստացավ չիպային արդյունաբերությունը։ Թրամփը ցանկություն է հայտնել, որ բոլոր ընկերությունները, որոնք Թայվանում չիպեր են արտադրում, տեղափոխվեն Ամերիկա։ Տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում պատերազմը եւ ՆԱՏՕ-ին վերաբերող հարցեր։ Մենք միասնական ենք, ասել է Ֆրիդրիխ Մերցը, ներկայացնելով իրենց ընդհանուր դիրքորոշումը։ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, Հորմուզի նեղուցը պետք է բացվի, Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաեւ հունիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Մերցը մանրամասներ չի հայտնել, միայն շեշտել է. Միացյալ Նահանգները եւ Գերմանիան ուժեղ գործընկերներ են ուժեղ ՆԱՏՕ-ում։ Ապրիլի վերջին Գերմանիայի կանցլերը մեղադրել էր ԱՄՆ-ին հստակ ռազմավարություն չունենալու համար եւ հայտարարել, որ ամերիկյան կողմը Թեհրանի հետ բանակցություններում նվաստացնում է մի ամբողջ ազգի։ Թրամփը կտրուկ արձագանքել էր այդ դիտողություններին, պնդելով, որ Մերցը չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Նաեւ ակնարկել էր, որ չի զգում բավարար աջակցություն Գերմանիայից եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներից։ Մայիսի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գերմանիայից մի քանի հազար ամերիկացի զինվորականի դուրսբերման մասին։ Դավիթ Մուրադյան, լուրեր։